Ուրեմն բարև ձեզ ժողովուրդ ջան, ուրեմն ասեմ ձեզի մի հատ սենսացիա եմ հայտնագործել Գյումրիում բանից պարզվա որ Ծիտողցյանների ուղիղ ժառանգը կա, ուրեմն Տիկին Սեդան Ծիտողցյան Երանյակի թոռն է, ճիշտ է։ Ու մենք հիմի գտնվում ենք Ծիտողցյանների տուն թանգարանում, Տիկին Սեդային վերել եմ իշխոր իրանց տուն, ինքն էլ համաձայնվավ սիրալի ռմզի ընտարաշ գնաց, հիմի խնդրեմ ձեզի հրավիրեմ գը ձեր տուն, այգի այսր ենք հիմի, տեսեք ում եմ ձեզի բերի որ իմանակ համեցեք Ստեղ նստին, Սպես ես աուրան կզգակ հարազատությունը ձեզի, որ ստեղ ինչ դեպքեր են եղել, ով եկեք գնացել Ուրեմն բանը, ստեղ ես պարզեցի, որ ձեր իրական մեբելից հմի կա երկրագիտական թանգարանում Հա, այդ նմանատիպ հայելիներ են, ուղղակի մեծ հենց իրենցը չի հասել է, բայց կարող է և իրենցն է, որտեղ այս նման հայելիներ, ասում եմ, Վարշավյանություն կա, դեպի այգի գնացող Չէ, գիտեք, մենք անձնագրերը ունենք, այնտեղ գրված է, ով է Այդ արդյոք ճիշտ է Դե չգիտեմ, մենք կան իրարամերժ են տեղեկում Մեր տատիկիս ոսկու մեծվածքը վերցրել են Նույնիսկ ինքը քաղաքում չի եղել, երկրում չի եղել, Լենինգրադից որ հետ է վերադարձել, տունը սեպարանացրել է պետությունը և ունեցվածքն էլ մեծ մասը տվել էր թանգարանին, որը ամենապետիչ է եղեցում էր տեղավորված, իսկ հետո ինչ եղավ ես չեմ Պաստորեն դա երկրագիտական թանգարանն է, երևի տարել են այնտեղ Ուրեմն ես անպայման ձեզի գտնիմ, այդ ձեր հենց կոնկրետ մեբելը ձեզի ցույց կտամ, արդեն ես հետաքրքրվել եմ։ Տիկին Սեդա, ստեղ ձեզ այդ բաներ եք բերել, լուսանկարներ։ Մի հատ կուզեի, որ համել թանգարանի մեր Անահիտն էլ ֆոնդերի գլխավոր ֆոնդապ, այսինքն ամենատեղյակ մարդն է, էլի, ասենք ես բանից։ Ուզենայի միամ Չգիտեմ, դուք ունեք այս ֆոտոները, թե Այս Երանյակն է։ Մենք ոչ բոլորը ունենք։ Այս ֆոտոն ունեք Երանյակի։ Հա, Երանյակի ֆոտոն։ Այդ ֆոտոն ունես։ Այս Երանյակն ու իր ամուսինն է, պապս։ Ինչեր ձեր պապյանը։ Եգոր։ Այս պապասը մի տարեկան հասակում։ Եգոր Չախմաղճյան, հա։ Եգոր Չախմաղճյանը Երանյակ Տիտողցյանի ամուսինն է։ Ստեփան Չախմաղճյան։ Չգիտեմ ինչ ինձ թվում է թե Ստեփանը Իսկ ես ով է։ Եգորն է։ Հա, սիկենց։ Դες դրաման ասում թե ինքը տարբեր բաներում է եղել, տեղերում նկարվել է։ Ախր իրենց մասին այն կան իրարամերժ տեղեկություններ կան, որ չգիտես որ մեկին հավատաս։ Չէ, մի ես ամեն ինչ որ ասում եմ, ոչ մի բան չեմ ավելացնում, ասում եմ այն ինչ որ կա, ինչ որ ես գիտեմ, թե սա է Ծիտողցյան։ Հա, այս բանն է, Պերիլաներն է ու ինքը նստած է պաստորեն։ Հլե։ Նման է, բայց Հլը մոտիկից մի հատ, ես է ժողովուրդ նայեք, բերեք հաստատ չասենք, որովհետև հնարավոր է ուրիշ տարբեր են, ես արդեն Վարոս ու տեսա, Մարիամ։ ուրիշ բերիլ է։ Վարոսն ու Մարիամն ով։ Վարոսն ու Մարիամը Եգորի երնում էին։ Այստեղ։ Չախմաղճյանների տոմածառն ես, էլի որ եղբայրս է գծել, ու տվել է ինձ, որպեսզի ես սրտության պահեմ։ Ինձ հանց հետո կպահի, ես հետ չգիտեմ։ Ձեզ հետո բերեք թանգարան, մենք սիրով կպահենք։ Դե ես բան կանեմ, աղջկաս կամ տվուս կասեմ,
Թե բոլոր դեպքերում արդեն ուկլոնն բան տարիք է, էլի չեմ կարող ասել, թե Բայց ես էլ ունեմ սպես ծառ։ Տեսեք, Տիկին Սերգա, մեզ էս էլ մենք որոշ աղբյուրներից հիմնականում գիտենք, որ իրենք 4 եղբայր են եղել, բայց երբեմն հանդիպում է, ասում են 5 եղբայր են եղել։ Դուք կարող եք ստույգ կարողանաք մեզ ասել։ Չեք կարող ասել։ Այնպես որ չեմ կարող։ Ես չեմ կարող ասել։ Հələ մի հատ Բայց որ Երանյակը ունեցել է մի քույր, մի եղբայր, այդ հաստատ ես գիտեմ։ Որովհետև չէր կարող պատահի, որ երբ որ Լևոնը մահացավ, ասենք եղբայր էր, ինչ-որ մարդ էր, ի հայտ չգար։ Հետո բացի դրանից որ եղբայրս շատ ավելի լավ տեղյակ էր, քան հայրս, որովհետև իրանցից փոքր է եղել։ Իսկ Երանյակը դուք շատ ստույգ գիտեք, որ եղբոր աղջիկն է եղել։ Պետրոսինը, Մգրտիչինն է եղել։ Երևի Մգրտիչինն է եղել։ Սպասեք, Մգրտիչը պապը չի եղել Երանյայի։ Մգրտիչը իմ կարծիքովս то есть Մգրտիչ ունեցել է 4 տղա, ես այդպես Չէ, իր ինքը եղբայրներից մեկն է եղել։ հա, որովհետև Տիկին Սեդայի տղու անունն էլ է Մգրտիչ, էլի։ Դե հա կարող է Չէ, լինել, բայց Սեդայի տղու անունը Մգրտիչ է, բայց բոլոր դեպքերում իր պապի անունն է։ Էն հա, բանի հորակ։ Անունը Մգրտիչ է եղել։ Այստեղ եթե ուշադրություն դարձրիք, ես այս ֆոտոն այստեղ տեսակ ինչ է գրած։ Սիկ հենց նվիրում են Դոժիտի շենքի մասին է։ հա։ Եգորիս այստեղ նայեք, նվիրում եմ հարգելի, չգիտեմ ինչ, Եգորիս Երանյակ Տիտողցյանին։ Հենց Օժիտի շենքի այս բանը, այդ Օժիտի շենքի մասին է ինչ-որ էս նկարն է թե Օժիտի։ Երևի նկարն է Հա, նվիրում ամուսնանալու, մասին էլի, հա։ Մետեղը Օժիտ բառ եմ տեսել ֆոտոների վրա։ Մի 2 տարի առաջ Երևանի Հա, մի հատ կին եկավ Ատի մի Երևանից, արգան ինքը էր, Սոֆիկ էր անունը։ Ասեց, որ Մգրտիչի թոռ է։ Սոֆիկ աղջիկ են ունեցել, շատ սիրուն քաղաքում իր մասին շատ լեգենդներ։ Երևի տատիկիս երևի հոր եղբոր աղջիկն է Սոֆիկը, ոչ թե տատիկի, իրանք եղբայրներ են եղել, Երանյակը եղբայրներից մեկի աղջիկն է եղել, և Երանյակին ստիպենով են բերել Եգորին Գյումրի, որովհետև ընդեղ Բաքուտունը ամեն ինչ թողել է եկել է, դրա համար որպեսզի ինքը շահագրգիռ լիներ, Օժիտ են տվել տունը, տվել են բաղնիկը, որովհետև դեղ առարկել է, թե ես ոչ աշխատանք ունիմ, ոչ տուն ունիմ, չի ուզեց եկալ, պապայիս մի տարի լրացել է, կնքել են Բաքվում և գնունքից անմիջապես հետո եկել են Գյումրի։ Ու այստեղ տատիկս ու իր քույրը Թագուին իրար հետ լավ հարաբերությունների մեջ չեն եղել, որովհետև տատիկիս տվել են շենքը, տատիկիս տվել են բաղնիկը, Թագուին չեն տվել, Թագուին Օժիտ են տվել։ Թագուին էլ ամուսնացել է Կարանյանների տղու հետ։ Եվ մինչև մամաս ասում է վերջ, իրանք իրար հետ չունեին։ Իսկ ստեղ Տիտողցոնցից նկար կար հեչ այդ Մգրտիչի Պետրոսի կամ։ Մեկի նկարը կարեն էր։ Հա, այն մենի։ Արդյոք այն կինը, որ եկել էր Երևանից, բան է, չէ, ինքը Մգրտիչի թոռ Սոֆիկ։ Այսի գոմ է։ Մգրտիչի բանից էր, ջուրից էր, չէ։ Թե պաբան է Երանյակի, թե պաբն է չեմ կարող Այդիկ ասել։ չդեք, իսկ եդևը բան չի։ Մգրտիչ է Գրած գրած, հենց է, այդ է, որ գրած է Մգրտիչ։ Գրած է Նիկողայոսի նվեր Մգրտիչից։ Նիկողայոսի մորը լսել եք ինչ որ բան։ Նիկողայոս բանի մասին է խոսքը։ Չէ, Տիտողցյան Նիկողայոսի մասին է խոսքը։ Հա։ Ինչ որ բան լսել եք իր մասին, չէ։ Կարող է դիք բանի Երևի հոր եղբայրն է։ Տիգրանյանի մասին է։ Չէ, Вообще Heç կապ չունի։ Ուրեմն չէ, Նիկողայոսը Ստեփանի տղեն է։ Դիգնեն գիտեն։ Ստեփանով է։ Ստեփանը Մգրտիչի աղբերն է։ Նայեք, Դե իրանց ուրեմն Ստեփանն է իմ Մգրտիչի տալիս։ Պետրոսի աղբերներից մեկն է։ Ուրեմն Ստեփանը եղել է իմ բանի Երանյակի հերը, որտեղ իմ պապա Ստեփան է անունը։ կարող է Հոպարի անունն է դրել։ Չէ, դժվար։ Հոր անունն է դրել։
Ստեփանի Որտեվ միշտ ասում են որ բաբի ճանում է դա։ հա ինչ անել արժանի է եղել չի առաջի տղեն չէ Իսկ քան երեխան էր, այ հետաքրքիր։ Ով է քաները։ Բանը Երանյանը քան երեխա է ունեցել։ 5 երեխա է ունեցել, իժեքադ աղջիկ է ունեցել, երկու հատ տղա է ունեցել։ Աղջիկներից մեկին կամուսնացն է, մեծ ու փոքր քետի, քյոխվի տղու է։ Այդ քյոխվի տղեն Լենինգրադում բան է, ուսանող է եղել։ Եվ ամուսնացրել է, մտածելով որ քյոխվա էսեն է։ Հետո երբ որ ինքը գնաց է տեսել է քյոխվի տունը, ճանապարհին հետ վերադառնալուց այդ կարգի մեջ ինֆարկտ է ստացել։ Այդ որ թվականն է։ Մոտավորապես այդ 37-ին մոտ, որտեղ բաբաս 15 թիվն է, հերը ինքը եղել է 15 տարեկան, որ հերը մահացել է։ Ուրեմն եղավ որ 30 թիվը երևի։ Մինչև 37 թիվն է մահացել։ Այսինքն կարող են հայերեզրակացան, որ Ստեփանի աղջիկն է։ Ստեփանի աղջիկն է եղել, որտեղ միշտ բաբաս ասում էր, թե ես ծիտողծոց, բանի Ստեփանն եմ, ծիտողծոց։ Մամասել իրանք ուղիղ տեղայ մար, դու ծիտողծյան չես, դու չախմախճան ես, ծեր բայց ես ծիտողծոց անում։ Բայց այդ ժամանակ եղել է որ աղբերն է Նիկողայովսն է։ Եթե Ստեփանի աղջիկն է աղջիկ Երանյանը։ Նիկողայովսը բանի Ստեփանին դա աղբեր կա։ Ստեփանի տաղեն է որը։ տղեն։ Հա, դի քարտոկոս գիտենք։ Բայց Ում տղեն է։ Այդ մենք գիտենք ինչին են 100% ստանում։ Մեր հարություն ուսումնասիրում է այդ թվականի բաները, թեստերը, լրագրերը։ Թեստերի մեջ հայտարարություն կա, տունը վարձով կուտա Նիկողայ Ստեփանի Ծիտողցյանը։ Ես հաստատ գիտեմ, որ իրանք եղել են բանը Երանյանը, Թագուհին, Լևոնը, հմիթե Էլիա աղբերի ունեցել Լևոնը չգիտեմ, ուր է գնաց այդ տղեն։ Չէ, մենք դե չունենք արդեն ինչ եղել իրար։ Իսկ հոդվածը կա հմ։ Ինքը տունը վարձով կուտա։ Ոչ տունը։ Չի կերած ուզերը։ Չէ։ Երկու առաջ է։ Նիկողայ Ստեփանի Ծիտողցյանը տունը վարձով։ Հիմի նայ, այդ Նիկողայովսը իմ հասակիս է ուրեմն։ Չէ։ Ինչ գտե։ Չէ։ Բա ինչ հասակ ունի։ Ինքը 1904 թվականին տունը վարձով կուտա։ Ահ, 1904։ Ես գիտեմ։ Չէ, այդ ինչ որ քսեմ Ալեքսանդրապոլսկի Աբիվլենիա թերթի 1904 թվականին ինքը հայտարարությունների թերթ է։ Բայց որ տունը վարձով։ Այդտեղ չի նշած, բայց հավանական է որ այդ ցայգի կողքին։ Չէ։ Ցայգի կողքինը ո՞նց կարող է վարձով տալ, երբ որ տատիկս են ապրել։ Դե խո Ոչ թվին է վարձով ուզեց է տալ։ 1400։ Հա։ Չէ, ինչպես է, այդ տունը մեր տուն է։ Այդ տան մեկ էսը, մեր չի որ կարածով լրիվ տունը վարձով կտրվի։ Ուրեմն այդ կեսը, այդ տունը արկայով է, չէ։ Հա։ Արկայով է։ Արկայից դեպի ցախ եղել է տատիկեցս տունը, աջ եղել է Լևոնի տունը։ Հա։ Ցախ շատ է եղել։ Ստոմատոլոգ Միշա Այնստերների։ Կանց է աջը։ Հա։ Հա։ Ջեմը եղել է բանես տունը, Լևոնես տունը։ Լևոնի տունն է եղել։ Լևոնն էլ եղել է կին է, ինքը ու իրա տղեն Լորիկը։ Իսկ հետո արդեն Լորիկը պատերազմ է գնացել, Երանյանը չի եղել տան մեջ, երկու տղու հետ Լենինգրադ է եղել, տները ընդհանրապես ազատ են եղել։ Հիմի սպես բաներ կա։ Բայց մի ոչ թվին է սարկած այդ տունը, ես չեմ կարող ասել։ Դուք չգիտեմ, բայց ինքը հին է։ Եթե հա հին է, բայց 1904 թվին որ ուզեցել է վարձով տալ։ Այդ տունը Ալեքսանդրապոլի ապրիստի վրա կա, առանց երկրորդ հարգի։ Առանց երկրորդ հարգի։ Այդ երկրորդ հարգի որ տերկերից վերցել են նոր են։ Հա, գիտեմ, կուզեմ ասեմ ակրիտիկ կա, չէ՞, Ալեքսանդրապոլի այդ ցավը լավ ակրիտիկ են հանել։ Ակրիտիկից մեկի վրա այդ տունը կա։ Հա։ Դիք ունի սնձի կրնաս տաս ֆոտո։ Ակրիտիկ է։ Հա, ֆոտոն։ Անի։ Հերոսի շմեշնային դուրումն է։ Հա։ Բանը, կուզեմ ասեմ ինքը հին տուն է, 19-րդ դարի է։ Շատ հին։ Այդ տունը մեծ տունը հələ չի եղած էր, այսինքն Հա, դիք դաժե 1850 թվերից հələ չի եղել։ Չէ։ Այդ տունը կառուցված կառուցված է ամենահմերից է։ Նիկողայովսը մեծ տունը։
Հա։ Այսինքն ես Քաղաքի առաջին եվրոպական տիպի տներից է եղել։ 40-ականներին, 1840-ականներին այդ տունն արդեն եղել է։ Այդտեղ Հերման Աբիխը եկել մնացել է գիտնականը հայտնի։ Իրանց տունը։ Այդ բանի Տիգրանյանի տունը Չի եկել տունը 40-ականներին մնացել է։ Որովհետև Սրբազանը, Միքայել Սրբազանը ասում է, թե եկեղեցիապատկան շենք է։ Չէ։ Եկեղեցիապատկան եղել է Նիկոլայ Տիգրանյանի տունը, 52 թվին վաճառել է, մաշտիկ են լծված, ոնց որ մեր տունն են մաշտիկ լծված ապրել, այդպես էլ ստեղ, ամեն սենյակի մեջ մաշտեղ է։ Հետո բարեկամներից ով, մեջ մաշտ չգե Նիկոլայոսի, եկել է ու ծախել է այդ տունը։ Ու դուք գնել եք այդ տունը։ Իմ կեսրանկս գնել են 52 թվին և իրանք մի սենյակի մեջ են նստել, այս մինչև որ պետությունը այդ մարդկանց տուն է տվել, մինչև որ իրանք կարողացել են Այսինքն իբրիդ ամբողջ շենքը ծերել։ Չէ, ուրեմն կեսը շենքի, որ կանգնես աճը բանին է, կեսորս մոշկուրի աղջիկն է արել, հենց սկզբից։ Ու եկը կեսրանկս բնիկ էլի Գյումրեցի են, Տաշուս փողոցի վրա են տունը, Տիրադուրյանները, ուրեմն Տիրադուրյանները, Վարդանի հետ կապ ունեն Տիրադուրյան։ Սաղ Տիրադուրյանները իրար բարեկամ են, ինչի է այդ ազգանունը առաջացել, իրանք ունեցել են նախապապ, այդ պապը միշտ նստել է դուրը, տեշտուր, էդի գես է, և տեշտուրը դարել է տիրատուր, ու ժողովուրդը այս ազգին ցել է տեշտուրը, Պատմաջանների աղջիկներից մեկի ճյուղը Վարդան Տիրադուրյան կա քաղաքում ապրում է եւ Տիրադուրյանին ասում եմ սա կեսուր սերա։ Բայց իրանք արստավոր են եղել, չէ՞։ Իրանք բանն են եղել, դե շատ գիտեմ ինչ են եղել։ Հաբդանես Թաթինն է Տիրադուրյան բանը, աշկարը, կեսուրսերը, շատ ճանաչված մարդ է եղել, շատ պատկառելի և 37 թվին իրանել են բռնել։ Այդ սև, այդ շենքնոր կա, կեսուրս ասում է, օրս գերեզման ոնց պետք է գնամ, ինքը ամեն ծեսին գնում էր ուտեղ, որտեղ որ այդտեղ սպանել էին, դիագնոզ չէին տվել, որ կեսուրս միշտ ուտեղ էր գնում, իրավորցը։ Այդ բանին, Գյումրի ռեստորան էր առայ, 16 փողոցից Բարելույսի շենքը, պատվալներում տեղ 37 թվին այդ բանդարգյալներն են եղել, և այդտեղ ծերձելով է, ինչով է սպանել են այդ մարդկանց, և այդտեղ մահացել է նաև կեսորը սերը, և ինչի է կեսորս մերը ուզեցել է տնից ազատվել Տաշվոց փողոցի վրայի, ասել է որպեսզի մաշկարի շունչը ես էլ չառնեմ, ես կարողանամ գիշերը գնել։ Դրա համար Ասյան Մոշկուրի աղջիկն է եղել։ Ասիա Տադիգը Տիրադուրյանից է։ Տիրադուրյանների բարեկամական կապ ունի, բայց Տիրադուրյան չի այս։ Այսինքն դիք Ասիա Տադիգի տունն էր, ոչ թե Խաչիկ Բաբինը։ Երկուս չի, երկուսն իրար է Ուզեմ սկզբ արել են, հա։ Կեսարս էին արել, կեսն մեզ, ասյամ նքսետ է, բանի եկեք, այս տունը արեք։ Մեկ է պարանձեմը չի ուզեի տան մեջ ապրել, Տաշոց փողոցի։ Սրանք է կան կեսրարս ու կեսուրս միասին, այդ տունը գծախեն, հլտան փողը կեսը տվել էր առնողը, կեսը մինչև կեսորս մաղը չտվեց ընդպես է, անընդատ գնում էր, ուզում էր այդ փողը, այդ մարդը չէր տալիս։ Ոբշմ, պես էլ այդ փողը կեսներ վերցրե, կեսարս իրա տունն էր տախե, երկուսն իրար է, այս տունը առել են, դիգել է 52 թիվը, ես 56 գիտեի, բայց արխիվը քանդեցին տեսանում 52 թիվը։ Ոբշմ, և այդպես։ Այսինքն Նիկոլայ Տիգրանյանի տանն է կեսը իրանցն է, կեսը ցերը, հինի։ Կեսն էլ պետությանն է, եկեղեցին է վերցրել։ Համի չկա, Ասիա Տադիգի ինքս մարդ չի մնացել։
Իրանք բոլորն են մահացել են, ես եմ, միակ մաշնոր մնացել են, Տատիկիս ես եմ մոտիկ են, մնացել, Գևի որ է, պահաբաններ են, գիմնազը դաս և տարմեն Օլգա Բագդանովնայի ժամանակը ֆոտոներ այդ ունի մասը արավ նայես եկեղեցի, մայրաթորը Օլգա Բագդանովնայի ֆոտոն ունի և դրա համար ես Իսկ և այդ սկսեցի եկեղեցի ադել ճշմարտ չունի։ մայրաթորեն, ինչպես մի բոլոր մեծ մասը պատել, և ինքը կուզեր մեջ տեսնել առներ Եվ նա ամուսինս ասեց, թե երբ որ $1 միլիոն պերիշ դերիշ սեղանիս, կուդա մեզ տունը, արկնա։ Եվ իրանք ամեն ինչի ծերին, ամեն ինչը իրանք կուզեն, որ առանց փողի տիրանա։ Այս Ցիտողցյաններից էլ ինչ-որ ինֆորմացիա կա, որ կարող է պատմեք էլի հետաքրքիր, ինչ-որ բան եք լսած Ցիտողցյաններից օրինակ էլի 2-3 օր առաջ Հարությունը կարտացել էր այդ հին թեժերի մեջ, որ այս շենքը, չէ, Հարութ շենքի մասին էր, որ առևտրի ուսումնարանին են տրամադրել, ինչ որ Ինչի ասես տրամադրել է։ Բայց հենց Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանում Չէ, իրանց էր տալուց հետո իրանք եղել է Պետրոսից վարձել վարձել են, ոչ թե ձեռքերից Այսինքն Պետրոսը ստեղ արդեն չի եղել, էլի, կամ Թիվրիզ եղել, կամ վարձ։ Հա, Իրանք սպես նմանատիպ տներում են։ էր տալուց բան է դարել, ինչ է դարել սիրան, Այդեմ խարսել կա, այդ հարաճ ստեպից դիք է դա, հետո ինչ-որ շենք է դարել մարդիկ են ապրել ստեղ, հետո Դարձում շոուտի հետո չէ, ստեղ հետո որբանոց է։ Որբանոց է եղել չգիտեմ, այս տունը ինչ Խարխում, ասես, ինչ էր ասում, Քարվանսարա, Հա, էլի, բան, ոնց որ հյուրանոցի նման հա, պես բան է եղել, գիտեմ, որ ներկևի է, Այս շենքի համար էլի այս շենքի տագի այդ բաները, իրանց ձիերի, կարապանների, բաների, այդ ֆայտոնների տեղն է եղել, ազատո տադիգեքսել են ունեցել այդ Ցիտողցյանների այդ բանը, տադիգս է դոշիտի շենքը, իրանք է կարգեր են ունեցել, այդ սաղ Ցիտողցյաններն են նվեջ տվել, ոչ թե Եգորն է ստեղծել, այլ իրանք են նվեջ տվել։ Փեսա են բերել։ Ու պապաս պատմում է, ասում է, բաղնիկը մենք վարձով էինք։ Փեսա է։ Վարձով որն է, աշխատեցնում էինք, փողը վերցնում էինք։ Իսկ չորեքշաբթի օրերը, ասում ենք մեր օրներով, մենք նիկայինք բաղնիկ։ Այդ կարգերով Այսինքն գերդաստանները առանձին օր են ունեցել բաղնիկը։ Առանձին օրեր են ունեցել, դա պապաս ասում է չորեքշաբթի օրը մեր օրներով նիկային։ Եվ երբ որ մենք գալիս էինք, ասում են կարգերով, մեր ծառաներից հետ իրանց բաները, իրանք է նիկային։ Մաուզերիստներ են հետները, կան այգոր բանիկները մաուզերիստներ են, որ ճամփեն չթարն։ Ինչ սինիներ, ինչ ուտելիքներ, պիտի բերենք ամբողջ օրը, պապաս փոքր երեխա է, ասում է ամբողջ օրը մենք պիտի անցկացնեինք բաղնիկում, այդ քիսաջիները, այդ ջուր լցնողները, այդ չգիտեմ ինչերը, Սպա կենտրոններ են անում։ Նշանդերեք բան, բաղնիկներն է եղել։ Աղջիկ են տեսել։ Աղջիկ նայելու, հա։ Հիմի ասեմ, որ բանը, չախմաղճաններն էլ աշտել, եկել են ու Գյումրիում իրանց բաները գծել են, որտև սկսվել է 17 թվի այդ բաները, ռևոլյուցիոն շարժումն է սկսվել և բանը, մյուս աղբերը Եգորի ամուսնացել է Յուզբաշովենց աղջիկա հետ, Յուզբաշյաններ կան։ Գիտեմ, տունը կա, այգու մոտ։ Այգու մոտ, Յուզբաշյանների աղջկան է արել Գյումրիից, բանը քուրը քրոջ աղջիկը ավելի շուտ ամուսնացել է Կոստանովենց Արամաղի հետ, հայկան դուղ չէ։ Սահան, նոր էլի խարնեցիք, հետո իշիք։ В общем, այդ աղջիկն է Կոստանովենց Արամաղի հետ է ամուսնացել, в общем, չախմաղճանները եկել են Գյումրի, թե ամուսնացել են աղջիկները, թե տղեկը։ Բայց իրանք արեստավոր չախմաղճյանները բանը չէր, Կուտանի արեստանները։ Չախմաղ հենց Կուտանի արեստանները։ Միտիկին սեդան այդ պատմությունը գտարն է։
Ես ձեզ ասեմ։ Մանրամասն մի ուդից կուք գալիս է։ Մեր չախմախճանները, ես արեստավորների հետ գուր չեմ ունեցել, ասեցի, իրան Բաքու նավթի հանկեր են ունեցել, հետ հաստատ, և իրանց տղեկը հետո Մոսկվայում նիֆտյանիկներ էին կոչվում, չախմախճանները, Մոսկվա գրակելի, երբ որ այդ բանը եղավ, քանդված։ Մենակ Եգորն է եկել։ Եգորն է եղել, մյուսները Թիֆլիս ու Մոսկվա են գնացել։ Ու իրանց այդ բաբայիս հոր եղբոր տղեկն էին, իրանց այդ մենք կանում ունեին։ Այդ մարդիկ… Բայց այդ ինչ-որ պաժար էին նավթի բանը, դե չախմախ բարը որ դիսկու կա էլի։ Չախմախճարներից այդ նավթի հանգերի պաժար է սկսվել, Կասպիկ ծովի վրա, այդ վիշկեկի։ Եվ իրանք Եգորը ստացել էին ձևով, հասել են մինչև Ռուսաստանավոր քաղաքները, դերից ազբեստ է բերել։ Եվ այդ ազբեստի միջոցով կարողացել են այդ պաժարները, այդ հրտեները վերացնել։ Ու ինքը այդ ազբեստը վաճառքով շատ մեծ գումարներ է վաստակել, բացի նավթի պրոդուկտները ծախելուց։ Ոբշեմ ես ուրիշ բան առանձնապես չեմ կարող հիշել, և պիտի ասեմ, որ չախմախճաններից Հայկան Դուխտի անընդհատ Հայկան Դուխտ եմ ասում, որովհետև առաջիկին պրոֆեսորն է եղել Հայաստանի կիստալոգիայի անկյունը ինքն է ստեղծել Բժշկական ինստիտուտի, մինչև մեր այդ կնոջ անունը հոլովում է Բժշկական ինստիտուտում, մի նկարը ցույց տամ։ Ինկար բանն է եղել, Եգորի… Էսը, Եգորի քուրը։ Հա։ Եգորի Ձեր հորկուրն է։ հորեղբոր աղջիկը։ Իսկ այդ կիստալոգիայի Ամբիոնի վարիչն է եղել, հիմնադիրն է եղել, առաջիկին պրոֆեսորն է Հայաստանի։ Այդ ասպես էլի ոչ թե ես պարզենալով եմ ասում, այլ Բժշկական ինստիտուտում մեր մասին միշտ խոսել են, երբ որ ես սովորում եմ, իմ դասախոսս իր անմիջական ուսանողներ եղել, ու ինձ ասում էր, ոչ միայն դու, այլ ձեր ամբողջ կուրսը այդ ազգանունի խատեր, գերազանց պիտի սովորեիր։ Այդ Հայկան Դուխտի ուսանողներ ինձ ասում, որտեղ կիստալոգիան շատ դժվար առարկա էր, շատ։ Ու և միկրոսկոպի տակ նայեր, և այնպես պիտի նայեր, Դե շատ շնորհակալություն, ձեզ էլ շատ շնորհակալություն ընդունելության համար։ Ուզեք վերականգնել։ Տիկից հետ այն հազիվ ենք գնել։ Հա, դրման եմ պես հանդիպումը կազմակերպի, որ իրար հարցեր տակ, որովհետև շատ կուզել որ անպայման հանդիպենք։ Դուք կարող եք ինֆորմացիա իմանալ, կամ ինքը էլի, ուս բաներ կար, ուստեղ կիսվիկ իրար է։ Սասուն Գրիգորյանն է, Սասունն էլ էլի ինձ բարեկամ է, դոկտորների չէ ճախմախճանների, իր տադիկի մաման, ճախմախճանների աղջիկ, ճախմախճաններն են յոտը տղա են Եգոր են, երկու աղջիկ են ունեցել, և Սասունն այդ աղջիկներից Որ ֆոտոն կրնանք են ենք։ Որ ֆոտոն կրնամ ռայում։ Հա, էլի համ բան է։ Որ հենց այդ մասը Հա, զարկի այդ մասը հետաքրքիր։ Հետո մի բան է։ հետ կապ ունեք Տիտովյան Չէ, Տիգրանի հետ կապ։ Իսկ Տիգրանը ոչ ճյուղն է, դիքպես է չասկում։ Մյուս աղբերներից։ Ոնց որ ես մեզ է Տիգրանը, ծորն է։ Ոչ թե թորը։ Այսինքն մենք հիմի պարզեցինք։ Անունը գիտենք որ Սուրեն է, բայց որ աղբոր տղեն։ Հա, ես չեմ կարող։ Ուրեմն Տիգրանի Աբու Պաբի անունը Լևոն է։ Չախմախճարների ծառն է։ տեսակ չես դու։ Մեր օպեմ հլը վերջնական հասկանալ կուզեմ, էլի ուրեմն 4 աղբերը, մեկը Ստեփան է եղել, մեկը Սուրեն, հա։ Չգիտեմ 4-ը թե 5-ը։ Հա, բայց անունները գիտենք։ Հիմնականում 4 Որ եղբայրը երս որ լիներ, բան, ճիշտ ասած Սաշուրը մի անգամ, Սաշուրը Կալաշան Սաշուրը, բան արեց, հրավիրեց իմ հոր եղբորս և ինքը սկսեց պատմել։
Սաշուրը կուզեր էլիսպես բաներ, այն վաղտը չկար ես հնարավորությունը։ Ինքը կարծեմ կգրեր, ինչ կեներ, չեմ հիշել, որ երբ շատ բան իրան պատմեր։ Ուրեմն այ մի բան հիշեցի, ասում է բանը Եգորը, որ պապս էլի բանի հետ կապ է ունեցել Ղարսի հետ։ Միշտ ինքը բանով շատ լավ բիլիարդ է խաղաց է։ Այն ժամանակ բիլիարդով փող են աշխատել, էլի, ինչ խումար չէ, բայց ամենայն դեպս բիլիարդով, ու ինքը ուժեղ խաղացող է եղել, եկել են իրան բան են արել, խնդրել, աղաչել են, որ ասենք այսօր այս տուրն է, արի որ պիտի խաղաս, ու ինքը գնացել է, և թուրքի փաշեն իր հետ շատ մոդ է եղել։ Դիք հարսում, թեստը։ Չէ, Ղարսում, բայց իր թուրքի փաշեկը բան ազատ երկու մուտք են ունեցել։ Էլ իրան կարգերով եկել են ու իջեր բան են, եկել են հենց այդ բանով, արկայով, հորեղբայրս որ պատմում է, ինչ-որ դրանց մեջ մնացել է։ Երկու պատերի արանքը նեղ եթե նայել եք, լուսամուտների պես բաներ կան, պահակներ են նստել, զանգ են ունեցել, հենց որ փաշեն տեսել են որ գալիս է, իրանք այդ զանգը տվել են, որտեղ իժեք աղջիկ է ունեցել Եգորը, բայց չեն իմացել թուրքերին որ Եգորը գիտեցել են որ երկու տղա ունի, աղջիկները փախել են այդտեղից մինչև տան ծերն են գնացել, ուզեմ ասել որ Հա մի հատ մի բան կուզեի խնդրել, Երանյագի սենյակը կա, չէ՞ մի հատ կուզեի տիկին սենյակը։ Երանյագի սենյակը մենք ունենք սիմվոլիկ ցիտոխտոնց աղջիկա սենյակը։ Հա, Երանյագի։ Եկել եք մի օր տեսնիք, էլի ինչ, ձեր տատիկը ինչ խիավ։ Տվյալներով ինքը ավելի շատ բան է, Սոֆիկի սենյակն է, եւ Սոֆիկի մասին էլի, որ շատ լեգենդներ է պատտվել քաղաքում, որ շատ սիրուն աղջիկ է եղել, կարող է սիրուն է եղել, որովհետեւ Երանյակը այդպես սիրուն չի եղել, բայց ես նման եմ Երանյակին։ Չէ։ Հա? Չէ։ Նմանություն ունեմ, իմ քիթս Երանյակի քիթը մեծ իմ սապատում էր, իմ քիթս էր սապատում էր, և ես քիթ կոգոշտի բժշկ եմ, շատ պատահականորեն իմ քիթս ջարդվավ, լիֆտի դեմը կանգնած է, մեկը մելավ գլոխս պես լիֆտից հիվանդանոց առաջի մանկականը լիֆտ ուներ պալիքնիկան, ստացիոնարից եկել է, կանգնել է լիֆտի դեմ, նոր պիտի բարձրանամ վերև։ Այս ժամանակ լիֆտը բացավ, մեր քույրերից մեկը շարժում ուներ շտոպի, տվեց ու քիթս ջարդեց։ Ես անմիջապես նորից հետ վերադարձա բաժանում, մի Պիսանդոյան լուսահոգի, ես օպերացիոնից դուրս եկա օպերացիան ես վեճացի, Սամյանն ես մտավ։ Սկսեն չախմախճանն եկել է, քիթը ջարդա, սկսեն ջուկտել, նոր գնացուր, ով ջարդեց քիթը, և դուրս եկա, նոքշում ուղեց տամպոնադապար, նայեցի, տեսած կսեմ, Պիսանդոյանը, բեն սապատը, այմար թողեշտա կորեք, սապատն իշ պնելնի, որ հետվեր օպերացիա։ Հայդաշիստյան, ուզում ես նկար է, Հա, չեմ Սոֆիկի մասին էլ լեգենդը կա չէ, որ սիրահարված է եղել, Հա, բանի, ռեշոտկեկի, հա։ Նաև էլի ես վերջերս ենք պարզել, որ տերասանի է սիրահարված եղել, ու պապը հայրը չի դրել, էլի տերասանի չէին տա, մանավանդ այն ժամանակ տերասանից գյումրեցի տղամարդիկ չէին ընդունում, ու այդ լեգենդը այդտեղից եկե հասել է մեզ, որ ինքը սիրահարված եղել, միշտ կանգնել է Բադուանի մոտ, դուրս է նայել, հայրը որ հասկացել է, ասել է այս Ղուշը թռնելու է, հա, որ ռեշոտկեկն է որ ղուշը չթռնի, բայց լեգենդի հիմքում նաև հաստորեն կա ճշմարտությունը, որ Սոֆիկը Ես չգիտեմ, ճիշտն ասած, իր մասին ունես կերկես տատիկս պես սիրուն չի եղել, այդ հաստատ գիտեմ, իր մասին երկը չգիտեմ, կրավատներ, իմ աչքիս առաջն է իրանց կամոդը, չէ, ավելի սիրուն, շատ սիրուն կամոդ էր, շատ սիրուն կամոդ էր,
Այդ Սոֆիկի մասին էլ որ ասել եմ այդ կանն ես էլ ասում է բանը օլոր մոլոր ծուր ճամպեգով ման էգա սիրուն աղջիկ ծեր տանտեղը ես կդա աչքով էլի դուս կանչեցի Սոֆիկիս թուշը պակի նես ճամպեցի Սոֆիկիս Դից երկեր գրազն է այդ ժողովրդի մեջ Սոֆիկի մասին բաներ են դուսել երկեր պատմություններ որտեղ շատ գեղեցկադերներ եղել Պես բան է ժողովուրդ Սիրուն, շատ սիրուն են ու ասեմ, որ դադիկը շատ լավ ռուսերեն է խոսել, շատ լավ ֆրանսերեն է խոսել ֆրանսերենը անպայման եղել է, չէ? ֆրանսերեն է խոսել շատ լավ և երբ որ ինքը եկել է պատերազմից հետո այդ մի սենյակի մեջ դուրսը նստել է հարևաններն արդեն պատմում են ասել են թե տիկին Երանի արի մեզ մեր մոդը ասել է խոսելու չունեմ խոսելու ոչ մի բան չունեմ թե ինքը բարձր արիստոկրատ կնիկ ու այդ կանայք ասել է ես հեչ խոսելու բան չունեմ և ինքը չդիմանալով այս ամեն ինչին, այդ կաշկերին, այդ վարքերին, այդ սև հացին, որ պապաս ասում է կամում էր, ջուրը կատում էր պատերազմից հետո ինքը չի կարողացել ինքնել է Որ թվին է մահացել 45 թվին ես ծնված չեմ տեսել է տղեն պատերազմից հետո վերադարձել վիրավոր, տունը ձեռքերից ելած, ունեցվածքը թալանված, այս կամպանից հետո, թեկուզ իր տներից հետո, ինքը ոչինչի վրա է եղել արդեն, ունեցվածքն էլ է դարդատեղենը, մամաս ասում է շատ բանկին էր, տալիս էր է դարդատեղենը մի մեշով ցորեն էին բերում, այդ ցորենն էլ ինչ էր անում, խարգում էին, խեզախի նման դստում էին բերանները ու դում էին աղջիկը երեխեքներ են այդ որ տուբերկուլոզով բանդ է եղել աղջիկը այն մի աղջիկն էլ մահացել է այս աղջիկն է տուբերկուլոզ ինքը չի դիմացել ուղղակի հնարավոր չի եղել այդ բոլորից հետո ինքը մահացել է ու ասել է Իսկ ինքը ոչ թվի ծնունդ էր կարող է իմանալ ես քեզ ասեմ ուրեմն ինքը 1885 երևի որովհետև 55 թվի նոր 45 թվի նոր մահացել է մամաս ասում են դա ամենը 54-55 տարեկան է եղել հաբը այդպես է մահացել ասում է որտեղ ինքը էլ ասում է ոչ անելիք ունեմ ոչ ասելիք ունեմ ոչ մի բան չունեմ եւ մամաս ասում է ես դա նույնիսկ գիտեմ թե ովքեր էին առնողները դիտարտեղենը տեքստիլ կոմբինատը նոր ստեղծված է եղել, այդտեղ խաշվապա է եղել, Գյունաշան, ասում էին Գյունաշանի հելը, բժշկուհի Գյունաշան կար, ասում էր դրա հայրը շատ լավ հասկանում էր ամեն ինչից, այդպես գալիս առնում գնում էր այդ ունեցվածքը։ Ողջույն։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Ուզում եք հիշել։ Հա, դե շատ կարևոր է։ Շատ բաներ իմանալ պետք է։ Քաղաքի պատմությունն քիչ բան կա էլ իրենց մասին շատ կարևոր է։ Շատ քիչ բան կա, որ ասում եմ, այն ժամանակ այդ հնությունները եղավ մի ժամանակ, որ այդ հնությունից ուզում ենք ազատվել։ Ունենք մենք ապարերներ, ապարերներ, բայս ուներ, շատ բաներ Բացի լուսանկարները ուրիշ բան դադիկից ոչ չի հասել։ Իսկ վինագրադը ֆարֆոր է Ինքը բան է, ռուսական կուզնեցով։ Ինչ որ մնացել էր, ասում եմ, հետել մենք Պապաս նգար էլի դեր, վիրավոր նգարներ էր անում, այդ տունը, որ մենք տուն ստացակ արագացի, վրա մեջ տունը թողեցինք, այդ նգարները պատից կախված, աբագեղեն ունեինք դողտյաններից, այդ աբագեղեն, ինչ պետք է անենք, մի թազեն առնենք, ինչ է իսեղվենք, ասում եմ այդ բանը, որ սրպիչ էին կախում, դա իրանից մեզ արժեք ներգացնող բարը։ Դիք մի զարմացեք։ Բայց դերից դիտողջանների մեջ անznավորելով չեն կանգնել, ընդդեմ ունեն այդ ձեր ասածը։ Այդ որ տիկին սեդանք պատմի որ այն սովետական ժամանակ հեչ մեկս գաղապարպես չունի։ Մեր տան այսօր քիչ են պապաս ինչ մեբել է նվեր տվել, ինչքան կինո նկարել են, մեր փողոցի վրա էր, չէ՞ սա։ Իմիջիայլով ծեր տունն է, էլի կներես Հարտաշրջանին, անգամ ասում էիր խունկի են, խունկի։ Հա։ Տունն է։ Գունգի կողքն է մերը։ Գունգինը մեր կողք հենց կբաց ենք իրա։ Մեր օբշի պադ ունենք իրար հետ։
Իրանք են շատ հարուստ ընտանիք։ Հա։ Այս բաների ձուլը Սեմ էլ այսպես տրումոներ, բաներ, խալիներ, այնպես բաները ես մենակ հիշեմ։ Էգան սինտե բանը։ Տադիկիս պապը եղել է Հարջի վանքի հոգաբարձուների բանը էլի։ Էգան թե թանգարան պետք է սարքենք պապի դեր։ Հա, տնից ինչ կար չկար, սաղ տվես գնացել է բարի չքսե ուրա բերել ոչ թանգարանը կա ոչ բերել։ Աբա այս ինչ պետքներ չի, вообще շողումներ իսկուտել ազատի ավելի շատ։ Հոյը կարս որ կարս, ես պապանց չէր Լավ, ժողովուրդ ջան, սկանով ես ավարտեմ շատ արդեն 40 րոպե նկարեմ, բայց ինձ թվա սաղին շատ հետաքրքիր կերնի որ բանը Շատերը օրինակ թանգարանում մեջ իդեին որ ասենք բան Տիտողցյանների ուժ ժառանգ գոյություն գիտեն մենակ Տիգրանն է Ամերիկա էլի ոնց հայտնաբերվեց Չախմախջյանների մասին բանը կազմակերպ, չէ, ցայք թեստ գոյություն ուներ։ Ու այդ թեստով հետո ամեն օր տելևիզորով տալիս էին ցայգովին, Գյումրու բաներին, մեծահարուստներին։ Տվեցին Տիտողցյաններին, չէ, տվեցին Չախմախջյաններին, որպես հիմնեցին։ Տվեցին հետո Տիտողցյաններին ու ասեցին Տիտողցյանները ժառանգ չունեն։ Ես ճիշտ ասած բան եղա ամուսնուս ասեցի թե Ռոբերտ բանը գնա մի հատ ցայք ասես քուկան կդե գուզես գնա ինչ պետք է փոխվի Դե մարդիկ երևի շատ ժամանակ չեն ուզեցել ծպտված ապրել որ այդ ժամանակ օրինակ ես լսել եմ Տիտողցյաններից մի հատ մարդու մասին որ լսել էի քաղաքում Էմա եթե գիտեք լսել եք ասում էին ոսկու խանութ է աշխատել ու ասել են ոսկու Էման չեմ իմացել։ Դե գիտես ինչ ես ոչ տատիկիս տեսել եմ, ոչ հետը խոսել եմ, այն ինչ որ խոսում էին, ասենք տադս, բանը, պապաս, հորեղբայրս, հորաքույրս, Սամարդի չեդակշնիշ չեր, պատկերացում եմ երևի ես եմ խոսում իմ թորներիս երևի ես չեդակշնիշ։ Մեզ հետաքրքիր է, ինչքան նոր բան հիշեք, եկեք մեզ պատմեք։